Գյումրիի քաղաքապետարանի հին աշխատողների ուրախությանը չափ ու սահման չկա։ Որտեղ գնում եք, այնտեղ ցուրտ եք տանում։ 13 տարի հետո նորից Վարդան Ղուկասյանի հետ են աշխատելու։ Ոչ մի բանից չեմ վախենա ես։ Ես 28 տարի աշխատել, կաշխատեմ 13 տարի, Վարդանից հետ եմ աշխատի ու էլի պետք է աշխատեմ։ Քաղաքապետարանը նորից գյումրեցիների հերանց տունը դարձնելու խոստում է տալիս գյումրեցիներին Վարդան Ղուկասյանը 5-րդ անգամ ստանձնելով հանրապետության երկրորդ քաղաքի կառավարումը։ Մինչև իմ գալը 99 թվականին քաղաքապետարանի եւ ժողովրդի մեջ անդունդ էր առաջացած։ Իմ գալուց հետո գյումրեցիներն ասում են գնանք մեր հերանց տուն։ Գյումրու քաղաքապետարանը դարել էր ժողովրդի հերանց տունը։ Ճարահաջալ, ես չգիտեմ, բոլոր հարցերով գնում էին քաղաքապետից մոտ։ Ուրեմն գալիս էին քաղաքապետարան։ Ես դա անպայման նորից կվերականգնեմ։ Վարդան Ղուկասյանը ավականու առաջին նիստում քաղաքապետ է ընտրվում միաձայն։ Միասնական ընդդիմությունը տապալում է իշխանական քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Նիստին ներկա 18 անդամներից 18-ն էլ քվեարկում են Ղուկասյանի օգտին։ Եվ սա հրաշալի օրինակ է։ Հրաշալի օրինակ է Հայաստանի Հանրապետության համար։ Ոնց կարա միասնական ընդդիմությունը ջախջախի տապալի գետնի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Կոմկուսի թեկնածուն քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր, որին իրենց քվեները տվեցին ընդդիմադիր մյուս 3 խմբակցությունները՝ Մայր Հայաստանը, Իմ հզոր համայնքը եւ Մեր քաղաքը։ Մենք հայտարարել ենք, ես անձամբ ընտրություններին մասնակցելուց հայտարարել եմ, որ եթե մեր կուսակցությունը չստանա առավելագույն ձայներ, որպեսզի մենք կարողանանք ձևավորել իշխողուժ դառնանք, ապա մենք մեր քվեներով ապահովելու ենք ընդդիմության կողմից ամենաշատ ձայներ ստացած քաղաքապետին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բոյկոտել է ավականու առաջին նիստն ու չի ներկայացել, բայց Սարիկ Մինասյանը Facebook-ում է ստատուս գրել, մինչև նորընտիր քաղաքապետը վարում էր առաջին նիստը։ Ստեղծված իրավիճակում քաղաքի կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է եւ անհրաժեշտ են նոր ընտրություններ, գրել է Սարիկ Մինասյանը։ Նրա ձևակերպմամբ գյումրեցիներից խաբեությամբ են քվեներ կորզել։ Իդեպ հետընտրական շրջանում ակնարկվում էր, թե ՔՊ-ն նույնպես քաղաքապետի թեկնածու է առաջադրելու, բայց հետո այդ կուսակցությունը կտրուկ փոխեց դիրքորոշումը։ Շշուկներ կան, թե քաղաքացիական պայմանագրի թեկնածու Սարիկ Մինասյանին քաղաքապետարանի շենքում տեսել են այս առավոտ։ Քաղաքապետի աթոռը չի խաղա, լրագրողներին վստահեցրել է Վարդան Ղուկասյանն ու շնորհակալություն հայտնել իրեն ընտրողներին, նաև ընդդիմադիր գործընկերներին։ Որևիցե մեկը, որևիցե մի խմբակցություն, եթե հանգարց իրեն ճիշտ չպահեց, ժողովուրդը իր գնահատականը կտա։ Թեկնածուները իրենց շատ ճիշտ դրսևորեցին եւ համերաշխությունը որդեգրեցին իրենց սկզբունք եւ մտածեցին, որ 30-ից հետո կա նորից օրեր, որ պետք է մենք իրար հետ քաղաքում տեսնենք եւ բարևենք։ Վարդան Ղուկասյանը բացառում է որևէ տեսակի վրեժխնդրություն։ Աղջիկ ջան, դու իսկական փոքր աղջիկ ինչ վրեժխնդրությունների մասին ես մտածում։ Մենք ընդհանրապես վրեժխնդրություններ չունենք, հասկանալի է։ Այսքան հավատք ունեցող մարդը կարող է վրեժխնդիր լինի։ Դու չես տեսնում, ես այնքան ներողամիտ մարդ եմ, որ ես իրոք իդպես եմ, լինենք ձևական։ Պարոն Ղուկասյան, չունեմ, դիմակ չունեմ։ Բայց պարոն Ղուկասյան, տեսեք, ձեր շրջապատը, դուք կզսպեք ձեր շրջապատը։ Իմ շրջապատը ամենախելոքն է, ուրեմն լավ իմացեք, ես այնպիսի բնավորության տեր մարդ եմ, եթե որևիցե մեկը ոտնձգություն անի, առաջինը ես նրանց նկատմամբ, իմ մոտիկների նկատմամբ խիստ եմ, ես տախ իմ նկատմամբ եմ խիստ։ Ղուկասյանը վստահեցնում է, որ քաղաքի կառավարման հարցում լսելու է բոլոր ուժերին, նաև ավականու կազմից դուրս գործող քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների առաջարկները։ Դա չի նշանակում, որ իմ ծրագիրը դոգմա է։ Այնպես որ ես այդպիսի բնավորություն չունեմ, լսելու ունակություն ունեմ, 13 տարի հավանական է ոչ մի քաղաքապետ չի աշխատել եւ կոմունիստների ժամանակահատվածում եւ դրանից հետո։ Քաղաքական հենարան չունենալով, ասեմ ձեզ, քաղաքական հենարան չունենալով, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերը Աստված է։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել եւ մի բան հավաստել, որ պետք է լծվենք այս աշխատանքին, շատ ծանր աշխատանք է։ Առաջին որոշումները վերաբերելու են կադրային քաղաքականությանը, նաև Գյումրիի բյուջեն մեծացնելու ծրագրեր ունի նորընտիր քաղաքապետը։ Ուրեմն առաջի քայլը լինելու է կադրային քայլը,
թե ում հետ ենք աշխատելու եւ բացի դրանից երկրորդ քայլը նորից համատեղ, այդպես ասեմ, պետք է անպայման տեխնազուներին հրավիրեմ ինձ քննարկելու բոլորի ծրագրերը։ Եվ վերջում ընդհանուր հայտարարի գալուց հետո, ուրեմն անցնելու ենք մեր ծրագրերի իրականացմանը։ Օրինակ կոնկրետ աշխատավարձերի բարձրացման հարցն եմ բարձրացնելու եւ դրա լուծումները, թե ոնց ենք գտնելու, բյուջեն ոնց ենք ավելացնելու, որ կարողանանք մարդկանց աշխատավարձը բարձրացնենք։ Ուրեմն ես գիտեմ, դա ինչ սկզբունքով պիտի անենք, ոնց պիտի անենք եւ որտեղից պետք է բյուջեն ավելացնենք։ Ավագանու հաջորդ նիստը ապրիլի 19-ին է, այդ օրը Վարդան Ղուկասյանը կերթվի, ինչպես նախատեսված է օրենքով, իսկ մայիսի 2-ին նորընտիր ավագանին հերթական նիստը կանի։ Լիլիթ Գասպարյան, Ալբերտ Սերոփյան, Աշոտ Մնոյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։